Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, այսօր առաջարկում ենք։ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, պաշտոնը թողեց նաև Լոռու մարզպետը, արդյոք այս պաշտոնակությունները փոխկապակցված են։ Վարչապետ Փաշինյանը օրը սկսեց Սաղմոսով և շարունակեց եզրահանգմամբ, եթե Գարեգին II խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Եկեղեցու դեմ իշխանական հարձակման 4-րդ օրը հոգևոր վերնախավը փակ դռների ետևում քննարկում է իշխանության հետ ծրված հարաբերությունները։ Սյունիքում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը սա քաղաքական կարևոր արձանագրում է որակում։ Ջուր չկա։ Եղվարդ քաղաքում մարդիկ հաշված ժամեր են ջուր ունենում, բնակիչները այսօր բողոքի էին դուրս եկել, Վիոլա ընկերությունից բացատրություններ էին պահանջում։ Այսօր Ստամբուլում կայացավ ռուս-ուկրաինական դեմ առ դեմ բանակցությունների երկրորդ փուլը, այն տևել է մոտ 1 ժամ և հյուրընկալող կողմի պնդմամբ ավարտվել առանց բացասական արդյունքների։ Արդեն 4-րդ օրն է չի դադարում Փաշինյան եկեղեցի առճակատումը։ Այս օրը ևս Փաշինյանը սկսեց Սաղմոսով և շարունակեց եզրահանգմամբ, որ եթե Գարեգին II խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Հանգստյան օրերին էլ Փաշինյանը գրել էր, թե պետությունը պետք է վճռորոշ դեր ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Մասնագետների համոզմամբ վարչապետի հայտարարությունները հակասում են գործող սահմանադրության առնվազն 2 հոդվածներին։ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը սակայն չի բացառում, որ իշխանությունը իր նպատակին հասնելու համար նոր սահմանադրության տեքստում կարող է չընդգրկել հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին դրույթը։ Վարչապետը կասկածի տակ է դնում Գարեգին II կաթողիկոսի կուսակրոնությունը։ Ֆեյսբուքյան շատ ուղիղ գրառման մեջ Փաշինյանը հայտարարել է. խնդիրը բարձրացնում է թե որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, թե որպես վարչապետ, որովհետև տեսնում է հոգևոր և պետական անվտանգության խնդիր։ Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում։ Թե ինչպես է պատրաստվում պարզել Գարեգին II կուսակրոն է, թե խախտել է ուխտը, վարչապետը իր վերջին գրառման մեջ չի մանրամասնել, չի խոսել նաև, թե ինչ պարզաբանում է հաջորդելու այդ հայտարարությանը։ Անպատասխան շատ հարցեր կան նաև վարչապետի մեկ այլ ոչ պակաս աղմուկ հանած գրառման շուրջ, որ Հայաստանը մեջբերեմ պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ հայ առաքելական եկեղեցու առաջնորդների թեկնածուները պետք է անցնեն բարեվարկության ստուգում։ Այսօր վարչապետին Երևանի պետական համալսարան այցի ընթացքում ուղեկցած կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանի տեսակետը պաշտպանեց, բայց նաև չհստակեցրեց գործադիրում պետության մասնակցությունը կաթողիկոսի ընտրությանն ինչպես են պատկերացնում։ Սահմանադրությամբ ամրագրված է հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը, իսկ պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենքով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է եկեղեցու ինքնակառավարումը։ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը։ Այդ ընտրությանը նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներ են մասնակցում։ Բոլոր հարցերի իրենց պատասխանները ժամանակին կստանան, այն որ բարեփոխման կարիք կա, այդ թվում եկեղեցում ավելի քան ակնհայտ է, ու եթե դուք այդ խնդիրները չեք տեսնում, ցավում եմ, որովհետև խնդիրները ակնհայտ են։
պետությունը որևէ դերակատարում ունենա կաթողիկոսի ընտրության հարցում, դա այսօրվա գործող սահմանադրության պայմաններում անհնար է։ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը սակայն չի բացառում, որ իշխանությունը իր նպատակին հասնելու համար նոր սահմանադրության նախագծից անի պետության կողմից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը ճանաչող դրույթը։ Փոխարենը կաթողիկոսի ընտրությանը պետության մասնակցության վերաբերյալ մեխանիզմներ սահմանի։ Դա պետք է իհարկե մեր ազգային եկեղեցական ավանդույթներին ամբողջությամբ հակասող մի քայլ, զարմանալի է սինիզմի բարձրագույն աստիճանը, որը նույնիսկ Փաշինյանից եւ իր կամակատարներից դժվար էր անգամ ենթադրել։ Նման ձևով հայոց ազգային եկեղեցու դեմ խոսում են միայն մեր ճշնամիները։ Մեր ինքնության պաշտպանությունը Հակոբյան Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականություն, որը միայն Ադրբեջանին եւ Թուրքիային գոհացնելու քաղաքականությունը։ Մինչ մայրաթորը լուռ է, խորհրդարանական ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը եկեղեցու հասցեին Փաշինյանի հայտարարությունները ինքնության քայքայմանն ուղղված գործողություն է։ Եկեղեցին ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային ինստիտուտն է այսօր եւ ես քիչ թե շատ նրա մարդկային հատկանիշներին ծանոթ լինելով նաեւ ինքը ուղղակի այսպես ոչ թե ցայտնոտ է, այլ խանգարումքի մեջ է հայտնվել, երբ որ տեսնում որ երկրում կա մի ինստիտուտ, որը հակառակ այս ամեն ինչին, հակառակ թիրախավորումներին, սադրանքներին եւ այլն շարունակում է վայելել հայ ժողովրդի ուրեմն համակրանքը, սերը։ Կովկասյան բարոմետրի անցած տարվա հետազոտության համաձայն Հայաստանում ամենաշատ վստահությունը եկեղեցին ունի, ընդ որում 2021-ի համեմատ այն մոտ 6 անգամ ավելացել է։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած գործադիրին ըստ նույն հարցման 2024-ին 11.8%-ն է լիովին վստահել։ Պետությունը ընդդիմադիր падգամավորի խոսքով անելիք չունի կաթողիկոսի ընտրությանը։ Ժողովը բաղկացած է թե աշխարհիկ մասից եւ թե հոգեվորականներից, այնտեղ պետությունը անելիք չունի, այնտեղ հայ քրիստոնյա հոդն է որոշում իր վեհապարին։ Աստծուն տված երթումը ուրացողները չեն կարող լինել հոգեվոր հովիվ։ Մինչ եկեղեցուն ուղված Փաշինյանի հայտարարությունների շուրջ, այդ թվում հայհոյախառն քննադատությունը չի մարում, հենց նրա գրասենյակից թեման թեժացնում են։ Կոնկրետ այս գրառման հեղինակը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է։ Իհարկե ինձ համար միշտ հաճելի է լինել այստեղ եւ ես համոզված եմ, որ դեռ շատ կլինեմ, որովհետեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը առանձնակի նշանակություն ունի մեր ժողովրդի կյանքում։ 2018-ի այս ջերմությունը սառեց մասնավորապես 2020-ի պատերազմից հետո, երբ Գարեգին II-ը անձամբ հորդորեց Փաշինյանին հրաժարական տալ։ Իշխանական падգամավորների հետ կապ հաստատել այսօր չհաջողվեց։ Փորձում էինք ճշտել քննադատություններին նրանց արձագանքը, նաև ինչպես են պատկերացնում կաթողիկոսի ընտրությանը պետության մասնակցությունը։ Բացի այդ ինչ տեղեկություններ ունի վարչապետը, որոնք հիմք են տալիս կասկածել կաթողիկոսի կուսակրոնությանը, եւ որ ոչ պակաս կարեւոր է ինչպես են դրանք հայտնվել նրա ձեռքում։ Հոգևորականների հասցեին հնչած մեղադրանքները, հայհոյախառն գրառումները, իրավապաշտպանների գնահատման պետք է արդեն իսկ դարձած լինեին իրավապահ համակարգի ուսումնասիրության առարկա։ Ու քանի դեռ հայտնի չէ արդյոք որևէ մեկը պատասխանատվություն կրելու է այս ամենի համար, իշխանություն եկեղեցի հակամարտությունը վիրտուալ հարթակներից տեղափոխվում է իրական կյանք։ Գործող իշխանության որոշ աջակիցներ նույնիսկ փորձում են հաշիվ պահանջել սոցցանցերում ակտիվություն ցուցաբերող հոգևորականներից։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Աղմկահարույց գրառումներից մի քանի օր անց վարչապետ Փաշինյանը վերլուծելով հոգևորականների հասցեին ամբողջ երկիրը ցնցած իր վիրավորանքները եզրահանգել է։ Խնդիրը զուտ իր հայհոյախառն արտահայտություններ, մյուս հայտարարություններում վարչապետը խնդիր չի տեսնում, ավելին պնդում է, թե մնացյալի մասով հանրային կոնսենսուս կա ու անոնսում գրառումների շարքը շարունակվելու է։ Մինչ այդ իշխանություն եկեղեցի հակամարտությունը վիրտուալ հարթակներից տեղափոխվում է իրական կյանք։ Տերն ու տիրակալի եկեղեցի, հասկացա՞։ Ես եմ տերն ու տիրակալ, որտեղ օցիալ հոգևորական, որ Աստծուց օծված են, կկասում ենան որևէ արծիքի վրա։ Իմ պետության մեջ կադաստրի ես եկեղեցի։ Կադաստրի թղթերը։ Դու լսի։ Կադաստրի թղթերը։
ասացի Նախորդին տեղի ունեցած այս միջադեպի գլխավոր գործող անձինք իշխանամերձ բլոգեր հաղորդավար Գնել Սարգսյանն ու Մարմաշեն վանքի վանահայր Տեր Փարեն Քահանա Պետրոսյանն էին։ Վարչապետի հայտարարություններից հետո վերջինս էլ մի ոչ պակաս աղմուկանաց գրառում արեց Facebook-ում, տեղեկացնելով՝ մուտքը եկեղեցի այսուհետ հսկելու է։ Ուրեմն խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց, անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, ովքեր պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում եւ ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական եւ հոգեվոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսեւորումներ, ապա իբրև Մարմաշենի հովության հոգեվոր հովիվ եւ Մարմաշեն վանքի վանահայր ի պաշտոնե հայտարարում եմ եւ զգուշացնում. իմ հովության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ եւ թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով։ Քահանայի այս գրառումից հետո երեք իշխանամերձ բլոգեր Սարգսյանը Մարմաշենի վանք էր գնացել։ Վանահոր հետ զրույց սկսվեց, ինչը քիչ անց վիճաբանության վերածվեց։ Գնել Սարգսյանը բղավում էր եկեղեցու տարածքում, վիրավորում քահանային ու սեռական բնույթի հայհոյանք օգտագործում։ Դու թակած ունենաս հայկեզի կադաստրի թուղթաբերտեն ապելը տնա որտեղից ասոբորդել այ լավ եմ անում որովհետև դու հրապարակային շատ ծնունդի հայտարարություն ես արել Քահանան աղմկահարույց գրառումը հեռացրել է իր էջից, իսկ իշխանությունների աջակից Գնել Սարգսյանը միջադեպից հետո իր էջում ոչ միայն ներողություն չի խնդրել տեղի ունեցածի համար, այլև այսօր էլ շարունակել է թիրախավորել հոգևորականներին։ Վարչապետի զատ հոգևոր դասին թիրախավորելու գործին են լծվել նաև այլ բարձրաստիճան իշխանականներ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կիսավեր Քոբայրի վանքից մի հին լուսանկար է հրապարակել, որտեղ եկեղեցու ներսում անասուններ են։ Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե Չուլանի, այլ Գոմի են վերածված, գրել էր ԿՊԱԿ-ը։ Պապոյանը սակայն չի նշել, որ հայկական ճարտարապետության պատմության այս բացառիկ վանքը հայտնի իր որմնանկարներով չի գործում, այստեղ արարողություններ չեն իրականացվում, այն կիսավեր է ու գտնվում է հենց պետության հոգացության ներքո։ 12-րդ դարում հիմնադրված վանական համալիրը պետական սեփականություն համարվող մշակութային հուշարձանների ցանկում է։ 2000-ականներից վերականգնման աշխատանքներ են սկսվել, որոնք այդպես էլ ավարտին չեն հասցվել։ Իշխանություն եկեղեցի լարվածության այս նոր փուլը սկսվեց վարչապետի համեմատությունից։ Նա կառավարության անցած նիստում պնդել էր, թե եկեղեցիները մեջբերեմ չուլանացված են։ Նրան արձագանքեցին մի քանի բարձրաստիճան հոգևորականներ, ինչին էլ հետևեցին վարչապետի սկանդալային գրառումները հոգևորականների կուսակրոնության մասին։ Այսօր էլ Փաշինյանն իր էջում անգամ կաթողիկոսի կուսակրոնության ուխտն է քննարկման առարկա դարձրել։ Եկեղեցու դեմ իշխանական հարձակման 4-րդ օրը հոգևոր վերնախավը փակ դռների հետևում քննարկում է իշխանության հետ սրված հարաբերությունները։ Հայտնի չէ, թե որքան կտևի Գերագույն հոգևոր խորհրդի արտահերտ այս ժողովը, սակայն մինչև հայտնի կդառնան հավաքի արդյունքները, Ազատությունը փորձել է իմի բերել Բեհարան շտապող բարձրաստիճան հոգևորականների կարծիքները։ Ուղիղ ժամը 5-ին Մայրաթոռի կոչնակի զանգերին զուգահեռ հոգևոր վերնախավը փակվեց Վեհարանի շենքում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի։ 4 օր է հանրային բոլոր հարթակները եռում են իշխանական առաջին դեմքերի Փաշինյանի ու նրա տիկնոջ հոգևորականներին ուղղված որակումներով։ Էջմիածնից որևէ պաշտոնական արձագանք դեռ չի եղել։ Ժողովից առաջ Վեհարան շտապող եպիսկոպոսները շատախոս չեն։ Շտապում եմ ժողովի, վաղը կասենք։ Դուք անձամբ ինչպես եք վերաբերվում։ Հիմա ոչինչ չեմ ասում ձեզ։ Հիմա ժողովը կլինի, հայտարարություն կլինի, կիմանաք։ Գերաշնորհ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն այս ամենը գնահատելու մեկ բառ ուներ։ Տխուր։ Հոգևոր վերնախավն է ժողովի շտապում հիմնականում կուսակրոններ են, այսինքն հոգևորականներ, որ ուխտ են արել իրենց կյանքը նվիրել միայն Աստծուն եւ եկեղեցուն ու ոչ մի կին արմատ չպիտի շեղի նրանց։ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը Փաշինյանի հրապարակ հանած կասկածներն այդ ուխտի վերաբերյալ տեղին չի համարում։ Կա նման խնդիր, քննարկում եղել է։ Քննարկում։ Այո, երբևէ կուսակրոնության ուխտի հետ կապված եկեղեցու քննարկում եղել է։ Ես այդպեսի քննարկման չեմ մասնակցել։ Հիմարություն, ուրիշ ոչ մի բան։
Գուգարած թեմի առաջնորդը կառավարության նիստում Փաշինյանի հնչեցրած եկեղեցիների չուլանացման վերաբերյալ արտահայտության ամենակոշտ արձագանքողներից էր։ Նա ցավագար էր անվանել վարչապետին եւ այսօր էլ բառը չի փոխում։ Եթե շնորհքով մարդ ասներ, գիտակից մեկը ներ կպատասխանի, բայց այդ մարդուն ինչ պատասխանես։ Ցավագար է, ես իրան ասել եմ, ինքը ցավագար է։ Մուշեխ եպիսկոպոս Բաբայանը շատերի պես մտահոգ էր, ոչ մի մեկնաբանություն չունի։ Չէ, Աստված պահապանձեց, լավ մնացեք։ Հայտնի չէ, թե որքան կտևի Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ այս ժողովը։ Այն ընդարձակ կազմով է վիրահայոց թեմի առաջնորդից մինչև Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի հայոց թեմի հոգևորականներ։ Խորհուրդը հայ առաքելական եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։ Նախագահը ամենայն հայոց կաթողիկոսն է։ Մինչև ժողովի մեկնարկը Վեհարանի դարպասից ներս Բաքում հավաքված էր հոգևոր վերնախավը։ Կարեգին երկրորդին այդտեղ չտեսանք։ Վարչապետը այսօր Մայր Բուհեր այցելել, շրջանցելով լրագրողներին քայլերն ուղղեց միանգամից ուսանողների հետ հանդիպման իր հռչակած իրական Հայաստանի գաղափարախոսության մասին զրուցելու։ Վերջին օրերի Փաշինյանի հոգևորականներին ուղղված հայհոյախառը եւ մեղադրական գրառումների մասին հրաժարվեց խոսել նաեւ ԵՊՀ ռեկտորը։ Իսկ կրթության համար պատասխանատու նախարարը ընդհանրացրեց հարցը, հասնելով մինչև ինչու են ընտանիքներում երեխաներին անպարկեշտ բառեր սովորեցնում։ Համալսարանի ուսանողները այս քննարկումներին հիմնականում անտարբեր էին։ Եվ երբեք որևէ մեկը չփորձի մեր առաջ դռներ փակել, որովհետև մեր հայրենիքում չկա մի դուռ, որ մեր առաջ կփակվի։ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դռները այսօր մոտ 4 ժամ փակ էին լրագրողների առջև։ Համալսարանականների հյուրը Հայաստանի վարչապետն էր։ Վերջին մեկ շաբաթում հոգևոր իշխանությանն ուղղված մի քանի աղմկահարույց գրառումների վերաբերյալ հարցերը Նիկոլ Փաշինյանը լսեց, բայց դրանք թողեց անպատասխան։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Կառավարության վերջին նիստում եւ դրանից հետո եկեղեցու եւ հոգեվորականների մասին Փաշինյանի գնահատականները համալսարան այցի ընթացքում նրան ուղեկցող կրթության եւ գիտության նախարարը հրաժարվեց մեկնաբանել։ Ժաննա Անդրեասյանը ասաց, այդ թեմայով վարչապետի գրառումներին ավելացնելու ոչինչ չունի։ Իսկ առհասարակ ըստ նախարարի հանրային այս խոսույթը որևէ մեկին չի կարող դուր գալ, բայց շեշտեց, նույն բառամթերքը հնչում է նաեւ այլ կողմերից, այդ թվում իր հասցեին։ Հայոյանքը կրթելու գործընթացում օգնում է։ Գիտեք, ես հասկանում եմ ձեր հարցադրումների տրամաբանությունը, ոճը, մոտեցումը, ինքս կարծում եմ, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք հանրային խոսույթի նկատմամբ, դա դիտում եմ նաև կրթության ուղիղ խնդիրը, մենք առիթ ենք ունեցել նաև խոսելու, որ ընտանիքներում են երեխաներին սովորեցնում որոշակի անպարկեշտ բառեր եւ որևէ կերպ չեմ կարող համարել դա ընդունելի, որովհետեւ կարծում եմ, որ մենք բոլորս կարող ենք միասին խոսել, քննարկել, ունենալով տարաձայնություններ եւ դա կարող ենք անել մեր լեզվի հարուստ բառապաշարով։ Վարչապետ Փաշինյանը համալսարանում այսօր նաև ուսանողների հետ հանդիպեց։ Նրա այցին ընդառաջ ոչ միայն Մայր Բուհ ելումուտն էր սահմանափակված, այլև հարակից տարածքում էր ուժեղացված հսկողություն։ Մուտքի մոտ նրան դիմավորեց իր նախկին թիմակիցը, այժմ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Մասնագիտությամբ աստվածաբան ռեկտորը սակայն հրաժարվեց Փաշինյանի գրառումների վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Իսկ ինչպես են կազմել վարչապետի հետ հանդիպող ուսանողների ցուցակը։ Մենք ֆակուլտետներին դիմել ենք, ֆակուլտետները տվել են ակտիվ ուսանողների ցանկ եւ ասել ենք ազատ են բոլոր տեսակի հարցերի համար։ Համալսարանի տարածքում մեզ հետ զրուցած ուսանողները ասում էին, կամ հանդիպումից տեղյակ չեն եղել, կամ լսել, բայց չեն հետաքրքրվել։ Վարչապետի հետ հանդիպման մասին տեղյակ եք։ Չէ, ճիշտ ասած ես այսօր քննության էի, տեղյակ չեմ։ Ինչ որ գրանցում է պահանջվել դրա համար։ Մնացածը անկեղծ մանրամասներից տեղյակ չեմ։ Կուզեիք, այսինքն հետաքրքրված եք, մասնակցեիք։ Չէ, կրկեսով չեմ հետաքրքրվում։ Դե չեմ ցանկանում։ Հարց չունեք իրեն, ի՞նչն է որ չեք ուզում։ Հարց չունեմ։ Ինչի՞ չէ։ Մեր երկրի վարչապետն է, տեսնենք ինչ է ասում։ Չի հետաքրքրում ինձ քաղաքականությունը։ Երկրի համար սրտացավ եմ, բայց հաստատ չեմ մասնակցի նման
հավաքներին։ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկմանը մասնակցած ուսանողներից շատերը հրաժարվեցին կիսվել տպավորություններով։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետից այս ուսանողներ ոգևորված եւ տպավորված։ Նրանից պարզեցինք, որ զրույցի թեման վարչապետի հռչակած իրական Հայաստանի գաղափարախոսությունն է եղել։ Ուսանողությանը փաստորեն դա էր ավելի շատ հետաքրքրում։ Այլ թեմաների անդրադառնանք։ Ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ուժային համակարգում ավելի քան 30 տարի աշխատած Հովհաննիսյանը ընդամենը 2 տարի ծառայեց որպես ոստիկանապետ եւ հենց նրա օրոք 2024-ի ամռանը ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիրների դեմ։ Ինչ պատահեց, որ Հովհաննիսյանը այլևս չի շարունակի զբաղեցնել այս պաշտոնը։ Առայժմ պաշտոնական բացատրություն չկա։ Պաշտոնը այսօր թողեց նաև իդեպ Լոռու մարզպետը։ Արդյոք այս պաշտոնակությունները փոխկապակցված են։ Ծառայություն ենք իրականացնում, հասարակական կարգ ենք պահում։ Ոստիկանության պետի պաշտոնում 2 տարուց ավելի աշխատած գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին վարչապետն ազատել է պաշտոնից, ինչու ոչ կառավարությունը, ոչ էլ ներքին գործերի նախարարությունը չեն մեկնաբանում։ Վարչապետն ինչ դժգոհություն ուներ Հովհաննիսյանից, արդյոք պատճառը հանցավորության, մահացու վրա երթերի թմրամիջոցների, ապօրինի զենքի շրջանառության աճն է, հանրությանը գործադիր իշխանությունը բացատրություն չի տվել։ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնում աչքի ընկավ վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ arczepiskopos Գալստանյանի փողոցային պայքարի ժամանակ։ Կանոնությունը գործելու է բացառապես օրենքի շրջանակներում։ Տարիա 3 էլի կիրառվել։ Աստված չանի դրա կարիքը լինի։ Ինչպես միշտ գործելու ենք օրենքի շրջանակներում։ 35 տարի ուժային համակարգում աշխատած 58-ամյա Հովհաննիսյանն անցած տարի անձամբ էր ղեկավարում ընդդիմադիրների բողոքների ակցիաների ժամանակ ստորադասների գործողությունները, նրա աչքի առաջ էին ընդդիմադիրներին բերման ենթարկում վնասվածքներ պատճառելով, փողոց փակող ցուցարարներին էլ լակոտ էր անվանել։ Մայթեզրին ոչ մի կանգնած քաղաքացու անտեղի չեն տարել։ Տեսախցիկներով որ փակում են, հետո վազում կանգնում են լակոտի պես այնտեղ, բա ինչ պետք է անեն։ Այդպիսի որակումներ։ Ինչ ասեմ, չի կարելի ժողովուրդ։ Հենց նրա օրոք էլ 1 տարի առաջ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց Մայրաքաղաքի Բաղրամյան Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքների մասնակիցների նկատմամբ։ Մինչ օրս էլ ոչ երկվել, ոչ հաստատվել են կասկածները, որ Հովհաննիսյանի ղեկավարությամբ ցույցը ցրեցին այդ ժամանակ արգելված տեսակի Զարյա 3 նռնակներով։ Միայն ժամանակը ցույց կտա իրական նպատակը որն էր։ Եվ ոչ մի հաշվետվողականություն վարչապետի կողմից ազատության այդ զրույցում ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Կոնկրետացում կլինի թե չէ, ըստ այդմ մենք կհասկանանք, սա բանի շրջանակներում է, նախընտրական տարվա շրջանակներում է, թե մենք արդեն ուղղակի ինչ-որ դեպք իրադարձություն ունենք, որը տեսանելի դաշտում չի, մեզ համար տեսանելի չի, հասարակության համար տեսանելի չի, հետևաբար ուղղակի տենց ներքին գուցե գզվրտոցների, գուցե տենց անհամաձայնությունների, բայց ես չեմ կարծում, որ պարոն Հովհաննիսյանը մարդկանց է, ով ինչ որ հարցում իշխանությունների հետ կարող է անհամաձայն լինել, անկախ դրանից, թե ով է օրվա պաշտոնյան։ Մինչդեռ իր կառավարումը ժողովրդավարական հռչակած Փաշինյանը պարտավոր է գոնե 2 տողով տեղեկացնել հանրությանը, թե ինչու է ընտրություններից 1 տարի առաջ աշխատանքից հանում բարձրաստիճան ոստիկանին, նոր աշխատանքի է տանում, թե դժգոհ է ոստիկանությունից ու ոստիկանությունում նրա գործունեությունից։ Բոլոր դեպքերում ու իրավիճակներում, որտեղ որ քաղաքասարակության ճիշտ է, գուցե փոքր մասը քննադատել է եւ տեղին է քննադատել ոստիկանության գործողությունները, իշխանությունները եւ իշխանության հարակից տարբեր պաշտոնյաներ կլինեն, քաղաքասարակության ներկայացուցիչ կլինեն, շատ գոհ են եղել այս մարդու աշխատանքից եւ առնվազն անտրամաբանական է եւ անբացատրելի է իր աշխատանքից հեռանալը։ Արամ Հովհաննիսյանն այս պաշտոնը թողնում է ընտանեկան բիզնեսն ընդլայնած։ Ըստ հետքի նրա որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղի տարածքը, զավթել Մայրաքաղաքի հողամասեր, այդտեղ ապօրինի շինարարություն արել, հետո օրինականացրել տարածքը։ Նաեւ հետաքրքիր ձեռքբերումներ էր իր ընտանիքի անդամները ունեցել եւ պիտի որ նեղացած չհեռանա թե նախկին իշխանություններից, թե ներկա իշխանություններից, մարդու տենց լավ հնարավորություններ են տվել, լավ հետաքրքիր բոնուսներ է ստացել իր ծառայության ընթացքում։ Արամ Հովհաննիսյանի հեռացման պատճառը չբացահայտող վարչապետն ամիսներ առաջ էլ SMS-ով պաշտոններից հեռացրել էր իրավապահ կառույցների առաջին դեմքերին։ Կիրակի օրով ազատման դիմումներ էին գրել ներքին գործերի նախարարը, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի, բարձրագույն դատական խորհրդի ղեկավարները, տարածքային կառավարման նախարարը։ Մենք չենք հասկանում որպես հասարակություն ինչն է պատճառը մարդուն հեռացնելու։ Իշխանամերձ Արարատ Նյուզն այսօր գրել է, թե
Հովհաննիսյանին փոխարինելու է Լոռու մարզպետը, որն այսօր հայտնեց, որ հեռանում է այդ պաշտոնից։ Պաշտոնական հաստատում, սակայն մինչև այս պահը չկա։ Արամ Ղազարյանը մինչ մարզպետ նշանակվել է 20 տարի աշխատել է իրավապահ համակարգում, ոստիկանության մարզային վարչություններում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ 2024 թվականի հունվարին նշանակվելով Լոռու մարզպետ համալրեց իշխող ուժի շարքերը, բայց այսօրվա հայտարարության մեջ գրել է, որ դուրս է գալիս նաև կուսակցությունից, անցնելու է այլ աշխատանքի, թե որտեղ չի մանրամասնել։ Ղազարյանն այսօր նաև խոստացավ պատասխանել ազատության հարցերին, ապա հրաժարվեց ու փոխանցեց, թե հայտարարությանն ավելացնելու բան չունի։ Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Հայաստանի ղեկավարությունից փոխարգործնախարար Վահան Կոստանյանն էր Սյունիքում։ Գորիսում նա հանդես եկավ մի շարք հայտարարություններով, նշելով, որ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ ավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Դրան էլ զուգահեռ Երևանը քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի հետ էսկալացիա թույլ չտալու համար։ Գորիսում այսօր բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Տոնական ժապավենը կտրեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինին, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը եւ Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանը։ Գորիսի քաղաքապետը սկզբում ժապավենը կտրողների շարքում չէր եւ միայն պատվո հյուպատոս Կարմեն Ափունցի միջամտությամբ նա նույնպես մասնակից դարձավ արարողությանը։ Et le maire de Goris, monsieur Arush Arushanyan. 1, 2, 3 Ինչու Ֆրանսիան Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն ավելի ցածր կարգավիճակ ունեցող պատվո հյուպատոսի գրասենյակ բացեց։ Նկատենք Իրանը 2022-ին Կապանում հենց գլխավոր հյուպատոսություն է բացել։ Այս հարցն անձամբ բարձրացրեց հենց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինին եւ ինքն էլ պատասխանեց։ Ça n'est pas un consulat tout simplement parce que nous n'avons pas assez de Français qui résident dans le Sunic. Ինչու հյուպատոսություն չէ, քանի որ Սյունիքում բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի։ Բայց սա ավելին է, քան հյուպատոսությունը, քանի որ պատվո հյուպատոսի գրասենյակում լինում են գործողություններ, եւ Գորիսում եւ Սյունիքում հայերն ու ֆրանսիացիները գործում են ձեռք-ձեռքի տված։ Et qu'à Goris et dans le Sunic, les Français et les Arméniens agissent main dans la main. Այս հարցին անդրադարձավ նաև Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացմանը մասնակցող փոխարգործնախարար Վահան Կոստանյանը։ Դիվանագետը նախարձանագրեց, թե հարցը հորետեսական է, ապա ընդգծեց, ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը քաղաքական շատ կարևոր արձանագրում է։ Պաշտոնյանն միաժամանակ խոսեց գրասենյակի սիմվոլիկ նշանակության մասին։ Հաշվի առնելով, որ պատվո հյուպատոսի գրասենյակի մասն է խոսքս, այստեղ առավելապես քաղաքական ներկայացում եւ սիմվոլիկ նշանակության մասին է խոսքը գնում, հյուպատոսական գործունեություն որպես այդպեսին օրինակ վիզաների տրամադրում, եթե ես չեմ սխալվում, չի նախատեսվում։ Վահան Կոստանյանի պնդմամբ պաշտոնապես երբեք չի ասվել, որ Ֆրանսիան Սյունիքում պետք է բացի գլխավոր հյուպատոսություն։ Փոխարգործնախարարի խոսքով կան երրորդ ուժեր, որոնք փորձում են ինչպես այս, այնպես էլ այլ թեմաների հետ կապված ավելի մեծ սպասումներ ստեղծել, քան իրականում կան, որպեսզի հետագայում հիասթափություն առաջացնեն քաղաքացիների մոտ։ Փոխարգործնախարարը հրաժարվեց ասել, թե որ ուժերին նկատի ունի։ В частности, открытие генерального консульства в Капане. Անդրադառնալով Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը, որի մտադրության մասին Մոսկվան խոսում է տարիներ շարունակ, ապա Վահան Կոստանյանը վստահեցրեց, թե խոչընդոտներ չունեն եւ գործընթացը բնական հունով շարունակվում է։ Երբ բացվի եւ եթե բացվի, բոլորը բնականաբար կտեղեկանան դրա մասին։ Une actualité internationale d'une très Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակն այսօր բացվեց Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի շրջանակներում։ Իր ելույթում փոխարգործնախարարը խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու Հայաստանի պատրաստակամության եւ Սյունիքը համագործակցության տարածաշրջանային հենակետ դարձնելու հեռանկարի մասին։ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրեր կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերի։ Կոստանյանն ընդգծեց, Հայաստանի նպատակն է ձևավորել խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն դարպասները եւ սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։ Այս համատեքստում Հայաստանի կողմից առաջարկվել է խաղաղության խաչմերուկ նախագիծը, նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի եւ մեր անմիջական եւ լայն տարածաշրջանի հարևանների միջև հաղորդակցությունների զարգացումը։
Հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու մասին, Կոստանյանը վերահաստատեց. Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ հետագայում վավերացնել այն։ Չնայած Հայաստանի այս պատրաստակամությանը Սյունիքի սահմանամերձ գյուղերում 2 ամսից ավելի է լուսացնում են ադրբեջանական կրակոցների ներքո, իսկ Բաքուն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել։ Որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ եւ ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի։ Փոխարտգործնախարարն իր ելույթում խոսեց նաև Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների մասին, բարձր գնահատելով Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը։ Բարձր են գնահատում նաև երկկողմ եւ եվրոպական ձևաչափով ցուցաբերվող Ֆրանսիայի օժանդակությունը Հայաստանի պաշտպանական կարողությունների։ Փոխարտգործնախարարը նշեց, որ հայ-ֆրանսիական համաժողովի կազմակերպումը Գորիսում բնական է եւ սպասելի, հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզի զարգացման եւ դիմակայունության բարձրացման նպատակը։ Իդեպ համաժողովին մասնակցող տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանն այսօր տեղեկացրեց, որ Սյունիքի ճանապարհաշինական կարևոր նախագծերում առաջիկայում կներգրավի ֆրանսիական կազմակերպություններից մեկը, ով ամենայն հավանականությամբ կիրականացնի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ավելի քան 8000 մետր երկարություն ունեցող Բարգուշատի թունելի կառուցումը։ Նախատեսվել է Լեռնաշղթան հատել Բարգուշատ թունելով։ Իմ զրուցակիցը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն է։ Բարի երեկո, պարոն Գրիգորյան։ Գորիսում այսօր բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը, իդեմս Ֆրանսիայի Եվրոպայի ակտիվացիոն Սյունիքում միայն քաղաքական ժեստ կարելի է համարել, թե սա նաև ռազմավարական նշանակության ծրագիր է։ Եվ այս համատեքստում կարող ենք ակնկալել արդյոք Ֆրանսիայի կողմից անվտանգության կոնկրետ երաշխիքներ Սյունիքի համար, օրինակ պաշտպանական համագործակցության ձևաչափ։ Դե տեսեք, այս քայլը իհարկե ավելի շատ սիմվոլիկ բնույթ ունի, որովհետև խոսքը հենց պատվո հյուպատոսության բացման մասին է, որը ավելի շատ, ինչպես արդեն նշեցի, սիմվոլիկ կառույց է։ Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Հայաստանի միջազգային գործընկերները եւ առաջին հերթին Եվրամիությունը մեծ ուշադրություն են դարձնում հենց Սյունիքում տարբեր ծրագրերի իրականացմանը։ Մենք գիտենք, որ մի շարք նաև ներդրումային ծրագրեր են իրականացում, որովհետև բոլորի մոտ կա այն ընկալումը, որ Սյունիքը երևի Հայաստանի ամենավտանգված հատվածն է այս փուլում։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հետ համագործակցությանը, մենք տեսանք Երևանի երկխոսության այդ ֆորումի ընթացքում, որ Ֆրանսիայի արտգործնախարարությունը նշեց, որ նախապատրաստվում են ռազմավարական արդեն համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել, սա մեծ հաշվով արդեն իսկ առկա դե ֆակտո հարաբերությունների ֆորմալացումն է, բայց այնուամենայնիվ կարծում եմ դեռևս վաղ է խոսել ինչ-որ անվտանգային երաշխիքների մասին, ես չեմ կարծում, թե Ֆրանսիան նույնիսկ ունի այդ կարողությունները Հայաստանի ինչ-որ երաշխիքներ տրամադրել, ամենաառավելագույնը, ինչ կարող ենք այս փուլում նշել, դա իհարկե ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն է եւ դրա հնարավոր խորացումը։ 2022-ից Կապանում հյուպատոսություն ունի նաև Իրանը։ Ռուսական կողմը մի քանի տարի շարունակ խոսում է այդ ցանկության մասին, սակայն առայժմ նման բան չկա։ Ավելին այսօր Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ասել է, որ մեջբերեմ, եթե ու երբ լինի, կիմանաք։ Ինչի մասին է սա առհասարակ խոսում։ Արդյոք Ռուսաստանի կողմից հյուպատոսության բացումը կարող է դիտարկվել ոչ թե որպես աջակցություն, այլ վերահսկողության ձգտում եւ դրա համար էլ Հայաստանը ուշանում է որոշում կայացնել։ Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ այստեղ բնական է, որ Իրանը եւս հետաքրքրված է Սյունիքում ներկայություն ունենալով, դա պայմանավորված է ինչպես պրագմատիկ ինչ-որ իրողություններով այդ հատվածում պարզ է, որ Հայաստանի եւ Իրանի սահմանն է գտնվում, այնպես էլ իհարկե նույն ռազմավարական բնույթի հաշվարկներով Իրանը եւս ինչպես գիտենք կարևորում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանության հարցը հենց այդ հատվածում։ Ռուսաստանի պարագայում կարծում եմ հատկապես վերջին տարիների ընթացքում մեծ հաշվով այն պահից սկսած, երբ Ռուսաստանը հրապարակայնորեն ցանկություն է հայտնում Սյունիքում հենց հյուպատոսություն բացել,
Իհարկե մի շարք վերապահումներ կան Երևանում, մեծ հաշվով վերջին 2-3 տարվա քաղաքականության էությունը այն է, որ պետք է թուլացնել կախվածությունը Ռուսաստանից, նաև այդ գործընթացը օգտագործել արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունները ձևավորելու համար, եւ այդ առումով իհարկե Ռուսաստանի կողմից Սյունիքում հյուպատոսության բացումը չի համընկնում այդ քաղաքականության հետ, եւ դա է երևի պատճառը, թե ինչու Երևանը այդքան էլ հակված չի գնալ այդ քայլին։ Մենք տեսնում ենք, որ այս խոսակցությունները առնվազն 2 տարի արդեն կան, ռուսական կողմից անընդհատ ինչ-որ շեշտադրումներ են արվում այս ուղղությամբ եւ ցանկություններ են հայտնում, բայց Երևանը կարծես թե շարունակում է մնալ այն կարծիքին, որ այդ քայլը այդքան էլ ողջունելի չի Հայաստանի համար։ Շնորհակալ եմ պարոն Գրիգորյան զրույցի համար, ես հիշեցնեմ զրույցում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ։ Ավելի քան 2 ամիս ադրբեջանական զինուժը կրակում է Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, թիրախավորելով նաև բնակելի տները։ Սյունիքի մարզպետն է այսօր այդ մասին խոսել, ընդգծելով, որ շուրջ 3 ամիս է բնակիչները քնում են կրակոցների տակ։ Արդեն շուրջ չեմ կարող հստակ ասել, բայց երևի 3 ամիս է եւ ավելին սիստեմատիկ գիշերները կրակոցների ձայներ են լսվում եւ ինչ որ մի հաճախականությամբ նաև փամփուշտները դիպչում են ենթակառուցվածքներին, տներին, ինչը շատ վատ է եւ այն պետք է տեղի չունենա, բայց Պաշտպանության նախարարությունը հստակ արձանագրում է փաստը եւ դիրքորոշում ունի այս առնչությամբ, ես ավելացնելու Պաշտպանության նախարարության ասվածին երևի թե չունեմ։ Եվ մինչ Գորիսում խոսում էին հայ-ֆրանսիական համագործակցության հետագա խորացման մասին, Երևանից ընդամենը 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Եղվարդ քաղաքում բողոքում էին Վիոլա ընկերության դեմ, մարդիկ օրական ընդամենը 3 ժամով է ջուր ստանում։ Վիոլային ուղղված եղվարդցիների հարցերը սակայն այսօր այդպես էլ անպատասխան մնացին։ Այսա, ջուր չկա։ 9 ժամ գրաֆիկով պետք է ջուր ունենանք։ Կրում ենք, կամ իշտում երկևի հարևաններից ումը որ գալիս է Իրաստանից ենք բերում, կամ էլ եթում ենք հուշարձանի մոտ բանկա, ընդեղից բերում ենք։ Վաքսին դրած չի երնում լողանալ, կիպիցելնիկով կամ բանի վրա տակացնում, նոր լողանում եմ կռուշկով։ Այս վիճակն է, եթե առավոտյան հաց ենք ուտում, մեր ջրի վիճակը։ Այսպես պետք է սպասենք, մինչև երեկոյան ժամուկես ջրին։ Շշերով ջուր են հավաքում մարդիկ, այս վիճակն է, արդեն 3 տարի է, կարող է ասենք շաբաթվա մեջ մի օր նորմալ ջուր լինի, ու վсё։ Պուլպուլակը, այս կարելի է ասած 3-րդ հարգից բարձր, այդ հարկերի փրկությունն է, քանի որ իրանց ջուր չի հասնում, իրանք այստեղից են ջուրը տանում։ Խնդրեմ, չկա ջուր։ Մեկ էլ իրիկվա ժամի 8-ից 9-ից նոր ջուր ենք ունենում, մինչև 11-ը։ Եվ օրեր լինում նաև այս թաղամասում, որ երկարատև անջատումներ են, հա լինում։ Չէի ասի այդքան երկարատև, բայց լինում են։ Ինչքան ալի տևում։ Դե ասենք մի օրը տենց կարողա չունենանք։ Կամ էլ ասենք այնքան բարակա, որ չենք հասցնում։ Այս վերևի տները ջուր չի հասնում, եթե այդ նասոս չդնենք։ 1 ամիս, եթե ոչ պակաս կամ ավել, մենք բացարձակ 1 գրամ ջուր չի գալիս մեր ծորակից։ Որերորդ հարկ չէ, սեփական առանձնատունը։ Ընդհանրապես ջուր չունենք ու այդ ջուրը կրում ենք հուշարձան կոչվող թաղամասից, ինչ որ տեղից գնում է, հոսում է, գնում ենք այդ ջրի բաչոկներով, 20 լիտրանոցներով, այնքան ենք բերում, գոնե կես բակ լցնենք։ 4 անչափահաս երեխաների մայր, չգիտեմ, ոնց պետք է այս հարցը լուծի։ Պայքարում ենք նվազագույնը, որ Վիոլիա ջուր ընկերությունը խախտում է իր իսկ կողմից սահմանված պայմանագիրը, ըստ պայմանագրի, որը նաև հրապարակված է իրենց կայքեջում, Եղվարդի հատվածում պիտի լինի նվազագույնը 9 ժամյա ջրամատակարարում, որոշ թաղերում նույնիսկ 24 ժամյա։ Չկա այդ 9 ժամյա ջրամատակարարումը արդեն 3 տարի է։ Վերևի հարկերի բնակիչները հաճախ առհասարակ ջուր չեն ունենում, 4-րդ, 5-րդ հարկերի բնակիչները։ Այսօր Ստամբուլում կայացավ ռուս-ուկրաինական դեմ-արդեն բանակցությունների երկրորդ փուլը, այն տևել է մոտ 1 ժամ և հյուրընկալող կողմի պնդմամբ ավարտվել առանց բացասական արդյունքների։ Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 16-ին կրկին Ստամբուլում։ Բանակցություններից առաջ երեկ Ուկրաինան անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի խորքում գտնվող 5 մարզերում տեղակայված ռազմական օդանավակայանների, վնասել ավելի քան 40 ինքնաթիռ։ Գիշերն էլ ռուսական հարվածից Զապորոժեյում
Օդեսայում սպանվել է 5, վիրավորվել 9 մարդ, եւս 6-ը վիրավորվել է Խարկովում։ Իրանը կարող է մերժել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները, լուրը հաղորդում է Reuters-ը հղումաներով իրանցի բարձրաստիճան դիվանագետներից մեկին։ Դիվանագետի խոսքով ամերիկյան առաջարկների այն փաթեթը, որ Իրանը ստացել է շաբաթ օրը Օմանի արտգործնախարարի միջոցով, չի լուծում այն խնդիրները, որոնք կարևոր են Թեհրանի համար, իսկ Վաշինգտոնի մոտեցումները թողնում է անփոփոխ։ Իրանի պատասխանը բացասական է լինելու, ինչը կարող է դիտարկվել որպես ամերիկյան առաջարկների մերժում, ասել է իրանցի դիվանագետը, ով հրաժարվել է հրապարակել իր անունը։ Իրանական կողմը պահանջում է վերացնել տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցները։ Եվ բառացիորեն րոպեներ առաջ հայտարարություն տարածեց Մայր Աթոռը, մեջբերեմ։ Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու օրենքից վեց ասելով իր անձը։ Հայհոյախառն անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և քողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։ Էջմիածինը հայտարարում է, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի և կանոնների համաձայն, դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասություններից։ Էջմիածնի միաբանները կոչ են ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով azatutun.am կայքեջը և մեր սոցիալական հարթակներ, իսկ այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հաջողություն։